թիվ 1 նորությունը այն էր, որ բանկերը շարունակում են պահպանել շահույթի բարձր մակարդակը, ընդ որում այդ մրցավազքի մեջ շատ աչք է ծակում Arching բանկը, մյուս մրցակիցներից համարյա 2 անգամ ավել շահույթ ունի, 2024-ը իրենք փակել էին 132 միլիարդ դրամ շահույթով, 2025-ի առաջին 3 եռամսյակներին 103 միլիարդ արդեն ունեն, այդ նշանակում է, որ եթե նույն տեմպով շարունակեն, կգերազանցեն նույնիսկ մի փոքր, ու հետաքրքիր է, որ այդ աճը այսպես համամասնորեն բաշխվում է նաև մյուսների վրա։ Եռյակն էլ սովորաբար նույնն է՝ Arching բանկ, Ամերիաբանկ, Ակբա բանկ։ Ես հիշում եմ մի հատ վերլուծություն էի կարդում, որտեղ որ բանկային համակարգի, կոպիտ ասած, կապիտալի շահութաբերություններ, ինչ է այդ նշանակում, ինչքան փող է դրած, ու այդքան փողը ինչքան եկամուտ է մաքուր գեներացնում, շուտ 12-13%-ի մասին էր խոսք գնում, հետևաբար մյուս կողմից որ նայում ես, օրինակ քանի հոգի է պատրաստ, օրինակ իր գումարը դնել 12-13 կամ 15% տարեկան եկամուտ ունենալով, ու այդքան մրցակցության մեջ մտնել ու վարկավորել մի տնտեսությունում, որի ինչ ասես կանխատեսում են, չնայած իրականում ես որ չես բավականին պոզիտիվ է կանխատեսում, բայց այնուամենայնիվ